Արմբուրս լրատվականը հարցում է իրականացրել հետևյալ հարցի վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև 2031 թվականը Գագիկ Ծառուկյանի Սարիգլխին կառուցված տունը պետք է վերածվի ծերերի խնամքի կենտրոնի։ Ինչպես է գնահատում այս հայտարարությունը։ Պատասխանները տեսանյութում։ Բարև ձեզ, հարցում ենք իրականացում, ծերերի խնամքի կենտրոն պետք է կառուցվի, ձեր տեսակետն ենք ուզում լսել։ Մի րոպե աջան, նկատի ունեք այս Հիմա ասեմ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյանի Սարերի գլխին կառուցված տունը պետք է վերածվի ծերերի խնամքի կենտրոնի։ Մինչև 2031 թվականը ինչ է կարծում, հնարավոր է, հնարավոր չէ, ինչպես է առհասարակ գնահատում այս հայտարարությունը։ Արի ջան, ճիշտ ասած ես ոչ կարամ ուրիշ տեղ տենամ, կապրեն կտենան, կտենց ասեն։ Խոսք ատվե ժողովրդին, չեն այդ նկատի ունեք, որ տունը խլելա շարքը այդ է, հա։ Սա որ տանեմ գավախտը կերևա։ Իսկ ինչ եք կարծում, հնարավոր կլինի։ Եթե լավ ղեկավարից է կախված էլի իր փոխարեն ես ոչ կարամ։ Ամենայն դեպս սպասում եք։ Հա։ Աջան, մի բան էլ ասեմ էլի, ներողություն, դուք ոչ ստուդիոյում կողմնակից եք։ Մենք չեզոք ենք, չեզոք լրատվական գործակալություն ենք, այո։ Ասա, աջան, նենց չլի վիրավորեմ էլի։ Չէ, կարող եք հանդիպել։ Շատ մարդ կա, հենց դրա համար է իրան ընտրել, հույսով ենք, տենան կանի թե չէ, եթե չարեց շատ վատ է, եթե արեց 10 անգամ ուրիշ բան էլ է խոստել որ խլի ձեռից, ես միանշանակ չգիտեմ ոնց կարելի է միլիարդ հատերին հարգել, լավ մարդ է։ Ռոջիկով ապրող շատ թոշակառու շատ լավ կանի, շուտ պետք է անել։ Էդի սովետի վաղ ոնց էր հիշում եք, Լենինը ինչ արեց, հարուստներից խլում էր, իրանց էլ պատժում էր։ Մենք էլ միլիարդներ բարերար եմ, չգիտեմ ինչ եմ։ Ես համաձայն եմ 2-0-ով։ Նալոգները պետք է ավելացնեն դրանց, տենում ենք ինչ գլուխա գովում ասում եմ, մի մտնին $2 միլիոն եմ տվել, 2 միլիոն ձեռը միլիոնավոր շոված երեխեք Բարերար եմ, այսենց այդը։ Շատ ճիշտ կան, ես կողմնակից եմ դրան։ Շատ շնորհակալություն։ Հետո ծերերի համար անել։ Չեք ուզում։ Իսկ դուք ինչ կարծիք ունեք այս մասով։ Ես կուզենայի յանս դպրոստեր բացվի։ Որոնց դաստիարակվեն, ասենք, ժողովուրդը, որ այդ կենտրոններն էլ պետք չունեներ։ Այս Հայաստանը, որովհետև ամենալավ երկիրն է։ Աշխարհի ամենաերանելի դրախտային ավետաց երկիրը, այդ կուզում եմ։ Իսկ ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում այդ հայտարարությունը, հնարավոր կլինի ծերերի կենտրոն բացել ինչ ճանապարհով, ձեր գնահատական ու կարծիքն է։ Կարա ասեմ, դի արդեն որ ճիշտն ասեմ։ Բայց ցանկություն ունեք, որ ի վերջո ծերերի կենտրոնը այդտեղ բացվի։ Դերսանց տանած պիտի բացվի, ասենք նշանակություն ունի կես, անհրաժեշտություն է։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ, ձեզ լավ էր, իհարկե։ Հաշտվիկ բաններ, որ հաշտվիկ է, մեր գերոչը, հույսով եք, որ կլի, ղեկավարի ձերնա, որ ուզենա կարա ղեկավար, հլա ասա Հայաստանյանա համար առաջի ղեկավար, այդ մարդու ձերը ուժային կառույցներն է, հատկային նամա, որ ուզենա կանի, Ենքան հեշտ է, հնդեն հենց աշխատողներ կան այժան, հատուկ ծառայություններ, էլ եմ ասում, հարկային մաքսային ուժային կառույցները քնիչ բան, հենց կարան գրեն սարքեն, բռնագրավին, շատ հեշտ է այդ անել, եթե ղեկավարի մտքին էլ Հետո մի բան էլ ասեմ, էլի։ Մի բան էլ ասեմ, աջան, հիմի ես զգում եմ, էլ առաջվանը չի, դուք չգիտեմ, այդ տարիներին ապրել եք, թե չէ ինչ մարդակերներ էին ընդրած վաղ։ Ով կարար Ծառուկյան դեմը խփեն, սպանեն, խլեն, հիմի շատ բան է փոխվել, այ որ սարքումա կուրկուրի ցակ սենսների, այն կա է մի հատ էլ օլիգարխ խանունել, Էժգեն բարերար, չիմացանք ինչ բարերարություն արել, փողով այդ Քոչարյանի Սերժվայի անարխա էր, հիմի շատ բան է փոխվել։ Իհարկե կողմ եմ, սրանց մի հատ էդի շատ ճիշտ է, էլի որ օլիգարխ միլիարդ հատերը աշխարհ Իրանն է, այ են որ KGB-ի պատերը լիզում է, որ իմանան սովորական մարդիկ էլ էլի մարդեն են ես տենց եմ մտա, ձեր համար էլ եմ ասում, ես չգիտեմ, առաջիկա աշխատավարձով, չէ չոր, 200,000 գլուխ արգովում ասում, բերչում պդմ էի ամիսը $100 միլիոն եկամուտ ունեմ, թե ինչ ուրախանալու բան է, բարերար եմ, ախպեր ինչ ես արել, որ սովածին ես հաշտվել, Չիրքը Իրանը, շաղ Իրանը, միլիարդներ ունի, ցավը տանը, հա, գիտես խեմ սրանց վրեն ծիծաղում, ես սրանց խղճում եմ, մենք թոշակով ավելի լավ ենք ապրում, արա միլիարդ ունես, ինչ ես եկեք hitën, հմել Հայաստանն ուզում վերցին դիջոդում է, այս իրանց խելքից այդ են մեկն էլ կարեն դե հենա, ասեմ անունը չդեղա, են
ստացավ իր տեղը, այն բաները Ռուբեն Վարչա, արա միլիարդ բարեգործություն արա։ Ինչ գործ ունեին դեր ստացար։ Իրենք Անկոշտ Ռուսաստանում ներդրումները կատարեցին Ռուսաստանում։ Հիմա եկել են ըստ Հայաստանում կուզեն իրենց հայրենիքը կործանեն։ Անկոշտ ագահ են։ Դե դրա համար պատիժ ադրբեջանական բանդերում են փտելու դրանք։ Ով իրեն հայրենիքին դավաճաններում է, նա տեղ չունի այս հայրենիքում։ Պետք է այո այդ օրին հասնեն դրանք։ Իմ կարծիքը գիտես ինչն է, որ մենք բոլորս հիմա ով հայրենիք սիրում է, պետք է անպայման իրեն հայրենիքին մի հատ օգուտ տա։ Երբ հայրենիքին օգուտ չեն տալիս, միայն թալանում են, այդ մարդիկը պետք է պատժվեն։ Հիմա դղյակներ ունեն, թե եսի միջեր, այդ դղյակները պետք է արգրավեն։ Ես համամիտ եմ այդ բանին, որ այդպես մարդկանց ձեռքից պետք է խլեն։ 30 տարի այս ժողովրդին ստրկացրել են։ Հիմա էլ տանում են դեպի բանը, այդ հայրենիքը կործանման առաջ է կանգնած, դեռ դրանք Ռուսաստան կամ ուրիշ տեղեր են ցկտում, որ այս ժողովրդին խեստ կրակ ժողովրդին, ցեղասպան ժողովրդին նորից ցեղասպանության առաջ կանգնեցնեն։ Ես համամիտ եմ, ցավը տանում։ Թող արգրավեն դրանց ունեցվածները, դղյակները ամեն ինչը։ Ով հափշտակել է մեր ժողովրդին, նա պետք է պատժվի, այո։ Հիմա Դալինի այս ղեկավարներից Նիկոլ Փաշինյանը կամ ուրիշ մեկը, ով ես համամիտ եմ, որ Նիկոլը պաշտպանում է, այո։ Այս մեր ժողովրդի շահերը ինքն է։ Եթե նա չլիներ, մենք հայրենիքը արդեն կորցրել ենք։ Հիմա որ ասենք այս բան Զանգեզուրի միջանցքը Թրամփի ուղին։ Հա, դրանք հա կրկնում են։ 300,000 իրենք ասում են թե պետք է Նիկոլ նոր անցավ 300,000 ադրբեջանցիներ են գալու Հայաստան։ Ուր են։ Բա ուր են դրանք։ Անցել է։ Արդեն 15 օր անցել է։ Բա դրանք ուր են։ Ինչու է խապում ժողովրդին։ Թե ընտարակաշարքներով ամեն ինչով Վերել են այստեղ ժողովրդին խապելով, ուզում են որ անպայման ծայրահեղության հասցնեն, անենց անեն որ հայրենիքը տանք ուրիշը։ Ես գտնեմ որ եթե Նիկոլ Փաշինյանը իրեն խոսքի տերը չեղավ, այս 5 տարվա ընթացքում այո այդ նույն դավադրությունը 5 տարուց հետո նորից կկատարեն։ Ձավը տան։ Չգիտեմ թե հիմա Որն է ավելի բանը, հայրենիք կործնենք, պես բաներին, ես հարողներին մենք հարաբանենք, վերել ենք, եկել են, ինչ են անում, եթե դու կարուտող էր, տաշիր, այդ տաշիր պիծակա, դրա օբեկները մյուս բաները, ինչի չես ես ժանասնում։ Սիրկե տոք շաշմակ 40,000, ես ժողովուրդը կարա էր մի հատ բանով 40,000 ամսական թոշակն է այդ կանչի կազմում։ Երտան մի հատ ցիշն է, կրգես երտան է այդ բանը։ Չի կարա։ Բայց էժանած է, եթե հայրենիք սիրող ես, եկել ես Ռուսաստանից։ Լավ է, եթե ես գիտենայի որ դու հայրենիքին օգուտ կտաս, ինչ կուզես բան է, ես 10 մատով ես կողմնակից կեղնեի իրեք։ Բայց չէ, դուք եկել եք հայրենիք կործնելու։ Ես ուղղակի խղճում եմ մեր ժողովրդին, որ այո, շատերը անգիտակցորեն են մտածում, չեն կարա իրենք տրամաբանեն, որ եթե մենք Ղարաբաղը տվեցինք, հետո ում միջոցով, Ռուսաստանը միջոցով արգրավեցին բանը, զորքը հետ կաշեցին, կամաց Ղարաբաղն է կործրեցին, մնացել ես մի բուր հողը, չեք ուզե բաներ, էլի դառնանք մենք ցեղասպան օտար երկրներում թափառենք։ Թողեք ժողովուրդը հանգիստ ապրեն, ոնց ասած Քուրջան, ասենք նույնիսկ մենք հայ չենք։ Ես մի բուր հողը թողես մի պատար հողը մնա է ժողովրդին։ Չգիտեմ։ Քանի Նիկոլը կա ես հույս ունեմ, որ այս երկերը ծաղկելու։ Այո, ես այդ ձև եմ տրամադրված։ Թող իրեն առողջություն եղնի, ես մեր ժողովրդին նույն ձևի,
ով էլ թող գիտակցորեն բոլորս մտածենք, որ այս հողում ապրենք, թեկուզ մի չնչին բան ունենանք, բայց մեր հողը պաշտպանվում է։ Պաշտպանենք, բայց տեսնում եք կողքից իրան գրավում են։ Ասենք հանգիստ ոնց կարանք պաշտպանենք, եթե անընդհատ գրավելու ինչ որ մեկի կողմից գրավելու ցանկություն ունեն։ Ասենք գիտեք ինչ արդեն գրավել պրծել են, այս մի ուժուր հողը, ասենք անընդհատ ասենք պաշտպանենք, ով պաշտպան, ես հակառակ եմ հարգելի, ես ուզում եմ ասեմ, որ ասենք Նիկոլից չի կախված մեր հանգիստ խաղաղ, որովհետև ես չգիտեմ ուրից է կախված, ես 5 տարվա մեջ ես չտեսա, որ ինքը պաշտպանեց մեզ, անընդհատ գրավում են, անընդհատ գրավում են ու ձեր ուզածը, որ եսի պտի պաշտպանեք, Դու նա չես տեսնում շրջապատը։ Կարող եք հիմնավորել, ինչու եք ճիշտ ասում, որքանով դա նպաստառու կլինի հասարակությանը։ Որովհետև դա մաքուր փող չի։ Կեղտոտ փողը դա է զարգել դրա համար։ Իսկ հնարավոր կլինի հեշտ իրականում վերցնել այդ տունը եւ կառուցել ծերերի խնամքի կենտրոն։ Չէ, դժվար հեշտ լինի։ Մեծ խնդրեմ է ստեղծել։ Բայց ամեն դեպքում հաջողությամբ կսակվի։ Այո, հաստատ դա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել, ըստ որի մինչև 2031 թվականը պետք է Գագիկ Ծառուկյանի Սարերի գլխին կառուցված տունը վերածվի ծերերի խնամքի կենտրոնի։ Հետաքրքիր է ինչպես է գնահատում այս հայտարարությունը։ Ավելի լավ միք նկարանը, շնորհակալություն։ Իսկ ինչ եք կարծում, պետք է լինի դա։ Դա արդեն իրանց ներքին գործն է, ես չեմ կարող ոչ բան ասել։ Շատ բարի, իսկ ինչ եք կարծում, խնամքի կենտրոններ պետք է կառուցվեն առհասարակ։ Ամեն տեղ կարելի է կառուցել։ Բաժանորդագրվեք Արմպուլ Սեյեմի սոցիալական ցանցերում։